Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Եկեղեցու և հոգևոր առաջնորդի կարևորությունը։ Հոգևոր աճի և հասուն հոգևոր մարդ դառնալու ճանապարհին շատ կարևոր է ճիշտ եկեղեցի և ճիշտ հոգևոր առաջնորդ ունենալը։ Աստծուն հավատացող մարդիկ հաճախ բժշկության, օրհնության, դժվարությունները հաղթահարելու կամ վախերից ու տարբեր չար իրավիճակներից ազատվելու հարցերում կարևորում են Աստծու Խոսքի փոխանցած սկզբունքները, սակայն զարմանալիորեն անտեսում են դրանք, երբ խոսքը վերաբերում է հավատացյալի հոգևոր աճին ու հասուն հոգևոր մարդ դառնալու ընթացքին։ Սիրելի՛ բարեկամ, Աստվածաշունչը հստակ ու միանշանակ պատվիրում և ուսուցանում է, որ Աստծուն հավատացող մարդը պետք է ունենա հոգևոր առաջնորդ, որը կօգնի և իր խորհուրդներով կնպաստի տվյալ մարդու հոգևոր աճին ու ամրացմանը։ «Հիշե՛ք ձեր առաջնորդներին, որոնք Աստծու խոսքը խոսեցին ձեզ. նայեք նրանց կյանքի վախճանին և հետևե՛ք նրանց հավատի օրինակին։ Ձեր առաջնորդներին անսացե՛ք և հնազանդվե՛ք, որովհետև նրանք հսկում են ձեր հոգիները, որպես թե հաշիվ են տալու ձեր փոխարեն։ Նրանք թող դա ուրախությամբ անեն և ոչ թե հառաչելով, քանի որ դա ձեզ օգուտ չէ» (Եբրայեցիս 13:7-17): Բնականաբար, Աստվածաշունչը մեզ փոխանցում է նաև հոգևոր առաջնորդի հանդեպ պահանջները։ Ինչպիսի՞ն պիտի լինի հոգևոր առաջնորդը, որպեսզի կարողանա խնամք տանել հավատացյալներին։ Ինչպե՞ս կարող ես ճիշտ հոգևոր առաջնորդ ընտրել, կամ եթե արդեն կատարել ես ընտրությունդ, ապա ի՞նչ աղոթքով աղոթես, որպեսզի քո հոգևոր առաջնորդը դառնա Աստծու պահանջներին համապատասխան ծառայող։ Ահա եկեղեցու երեցների ու ծառայողների հանդեպ Տեր Աստծու պահանջները. Տիտոսին ուղղված թղթի 1:7-9 հատվածում Պողոս առաքյալը գրում է, որ հոգևոր առաջնորդը պետք է լինի «ոչ հանդուգն, ոչ բարկացող, ոչ գինեմոլ, ոչ կռվարար, ոչ շահամոլ, այլ հյուրասեր, բարեսեր, խոհեմ, արդար, սուրբ, ժուժկալ, հավատի վարդապետության խոսքին ամուր կառչած, որպեսզի կարողանա ողջամիտ վարդապետությամբ հորդորել և հակառակվողներին հանդիմանել» Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, աստվածաշնչյան ճշմարիտ վարդապետություն դավանող եկեղեցում հաստատվելը և աստվածավախ ու հավատքի կյանքում օրինակելի հոգևոր առաջնորդ ունենալը քո հոգևոր աճի և հոգևոր հասունացման կարևոր գործոններից է։ Քննի՛ր այն վարդապետությունը, որին հավատում է քո եկեղեցին։ Արդյոք այն հիմնվա՞ծ է Աստվածաշնչի ճշմարտությունների վրա, թե՞ մարդկային առասպելների ու հորինվածքների մի ամբողջություն է։ Ինչպիսի՞ կյանք է ապրում քո հոգևոր առաջնորդը։ Նրա ապրած կյանքն ավելի շատ արտացոլում է երկնքում գանձեր դիզելու փափագը, թե՞ ավելի շատ երկրային ժամանակավոր հաճույքներն են նրա վայելքը։ Ինչպիսին քո հոգևոր առաջնորդն է, այնպիսի ուղղություն ունի քո հոգևոր աճը։ Եթե քո ընդունած վարդապետությունը չի հաստատվում Աստվածաշնչով, ապա դու չես ունենա հոգևոր աճ։ Հավատքի տարիները կանցնեն, բայց դու այդպես էլ կմնաս հոգևոր մանուկ տարիքում։ Այսօր իմ աղոթքն է, որ կարևորես Տեր Հիսուսի փոխանցած ճշմարտությունները հոգևոր աճի, հասունացման, եկեղեցու և հոգևոր առաջնորդ ունենալու վերաբերյալ։ «Եվ Նա (Քրիստոսը) ոմանց տվեց առաքյալներ լինելու, ոմանց՝ մարգարեներ, ոմանց՝ ավետարանիչներ, ոմանց՝ հովիվներ ու վարդապետներ՝ կատարելագործելու սրբերին ծառայության գործում, Քրիստոսի մարմնի շինության համար, մինչև ամենքս հասնենք հավատի միության և Աստծու Որդու ճանաչողության, որպես հասուն և կատարյալ մարդ Քրիստոսին չափանիշ ունենալով։ Որպեսզի այլևս չլինենք երեխաներ, որոնք քշվում ու տատանվում են ամեն վարդապետության քամուց, և մարդկանց խաբեբայությամբ, որոնք խորամանկությամբ մոլորեցնում են, այլ սիրո մեջ ճշմարիտ լինելով՝ ամեն բանով աճենք դեպի Նա, որ գլուխն է՝ դեպի Քրիստոսը» (Եփեսացիս 4․15-18): Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։